Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Երկիր մեդիայի եթերում մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Պատմությունը պարզապես անցյալ չէ, դա մեր ինքնության խորտ արմատը չէ, այլ մեր մտածողության, մեր քայլերի եւ որոշումների հիմքը։ Մենք ներկայացնում ենք մեր անցյալ դրվագները ոչ միայն հիշելու, այլև վերլուծելու եւ սովորելու համար։ Որովհետեւ այս պատմությունները դարերի խորքից մեզ մի վճռական բան են ասում։ Դասեր քաղիր անցյալից, որ չկորցնես ապագան։ Այսօր, երբ վերլուծում ենք մեր անցյալի ամեն մի քայլը, փորձում ենք տեսնել ոչ թե միայն այն, ինչ եղել է, այլև այն, ինչ կարող է լինել, եթե դասեր քաղեինք անցյալից։ Այսօր մենք խոսելու ենք 1918 թվականի հունիսի 4-ի Բաթումի պայմանագրի մասին։ Մի փաստաթուղթ, որը շատերը համարում են ողբերգական, բայց որն իրականում մեր ժողովրդի մահվան ջրաններից պոկված առաջին պետական վկայականն էր։ Խոսելու ենք այն իրողության մասին, թե ինչպես թշնամին, որ ծրագրել էր հայության վերջնական բնաջնջումը, ստիպված եղավ իրավականորեն հաշվի նստել մեզ հետ։ Մինչև 1918 թվականի մայիսյան հերոսամարտերը Թուրքիայի ճնշմամբ Անդրկովկասյան Սեյմը հռչակեց երկրամասի անկախությունը Ռուսաստանից, բայց դա խաղաղություն չբերեց։ Թուրքերը գրավելով արևմտյան Հայաստանը արդեն ներխուժել էին Անդրկովկաս։ Իրավիճակը ծայրահեղ ծանր էր։ Անդրկովկասյան ներքին հակասությունները հասել էին գագաթնակետին։ Վրացիները, տեսնելով խորտակվող նավը, փրկություն գտան Գերմանիայի հովանու տակ։ Մայիսի 26-ին նրանք հռչակեցին իրենց անկախությունը։ 2 օր անց կովկասյան թուրքերը ստեղծեցին իրենց պետությունը, տալով նրան Ադրբեջան արհեստածին անունը։ Հայ ժողովուրդը մնացել էր միայնակ, դեմ հանդիպան թուրքական յաթաղանին։ 1918 թվականի մայիսի 28-ի երեկոյան Հայոց ազգային խորհուրդը կայացրեց ծանր, բայց միակ փրկարար որոշումը՝ ուղարկել պատվիրակություն Բաթում թուրքերի հետ հաշտություն կնքելու։ Նիկոլ Աղբալյանը մշակեց անկախության հռչակագրի տեքստը, իսկ Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում պիտի գրեր. եթե այդ պահին չհայտարարվեր մեր իրավունքների մասին, ապա հայկական տարածքներն անմիջապես կբաժանվեին օսմանցիների, վրացիների եւ կովկասյան թուրքերի միջև։ Այստեղ կարևոր է հասկանալ մի նուրբ շերտ։ Հայ քաղաքական միտքը կանգնած էր գոյաբանական ընտրության առաջ։ Մենք չունեինք ոչ մի դաշնակից։ Ռուսական բանակը լքել է ռազմաճակատը, իսկ հարևանները, վրացիներն ու կովկասյան թուրքերը, օսմանյան թուրքերի հետ սեպարատ պայմանավորվածությունների մեջ էին մտել, հաճախ հայկական հողերի հաշվին։ Հայաստանը հայտնվել էր աշխարհաքաղաքական վակուումի մեջ, որտեղ միակ փաստարկը սեփական զենքն էր եւ պետականության պաշտոնական հռչակումը։ Հաճախ ենք լսում, որ Բաթումի պայմանագիրը ստորացուցիչ էր կամ խեղդող։ Այո, տարածքային առումով Հայաստանին թողնվել էր ընդամենը 12000 քառակուսի կիլոմետր։ Բայց եկեք նայենք այն փաստին աշխարհաքաղաքական տեսանկյունից։ Այս պայմանագիրը ոչ թե թուլության նշան էր, այլ Թուրքիայի ծրագրերի ձախողման ապացույցը։ Նրանց նպատակը Երևան հասնելն ու հայկական հարցին վերջնական լուծում տալն էր։ Սակայն Սարդարապետի կրակոցները նրանց ստիպեցին նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ ճանաչել մի սուբյեկտի, որին ուզում էին ջնջել աշխարհի քարտեզից։ Մայիսի 30-ի մեկնարկած հայ-թուրքական առանձնացված բանակցությունների ժամանակ թուրքերը հայ պատվիրակներին պարտադրեցին նախաստորագրել մի պայմանագիր, որի համաձայն Թուրքիային էին անցնելու ամբողջ Կարսի մարզը, Ալեքսանդրապոլը, Սուրմալուն եւ զգալի այլ տարածքներ։ Թուրքերը նաեւ պահանջում էին, որ հայկական ուժերը լքեն Բաքուն։ Հայկական կողմը որոշակի փոփոխություններ կատարեց, ապահովելով, որ Համամլու Երևան խճուղին մնա Հայաստանի կազմում, սակայն ի վերջո ստիպված ընդունեց թուրքական մյուս պայմանները։ 1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում կնքվեց հաշտության պայմանագիրը։ Օսմանյան կայսրությունը դարձավ առաջին պետությունը, որը պաշտոնապես ճանաչեց Հայաստանի անկախությունը։ Սա յուրահատուկ իրողություն էր։ Ցեղասպանություն իրականացած կայսրությունը
ստիպված էր իրավական փաստաթղթով ընդունել իր զոհի պետականությունը։ Թեև թուրքական զորքը մայրաքաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա էր, սակայն պետականության դրոշը պարզվեց Երևանում։ Հայ քաղաքական շրջանակներում Բաթումի պայմանագիրը մեծ դժգոհություն առաջացրեց։ Այնուամենայնիվ, Հայաստանի ղեկավարությունը այլընտրանք չուներ, հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրողությունը, հայ ժողովրդի ֆիզիկական գոյատևման միակ հնարավոր տարբերակը սա էր։ Այստեղ էր, որ դրսևորվեց Արամ Մանուկյանի եւ նրա համախոհների պողպատյա կամքը։ Նրանք հասկանում էին, որ ավելի լավ է ունենալ ծանր պայմաններով կաշկանդված, բայց սուվերեն պետականություն, քան բարոյական հաղթանակի պատրանքով գնալ դեպի լիակատար ոչնչացում։ Բաթումը մեծ ժամանակ տվեց ուժերը հավաքելու համար։ Այն դարձավ այն փոքրիկ հենակետը, որի վրա ընդամենը ամիսներ անց սկսեց կառուցվել ավելի մեծ եւ ընդարձակ Հայաստանը։ Բաթումի պայմանագիրն իր ուժը պահպանեց մինչև առաջին համաշխարհային պատերազմի ավարտը, 18 թվականի նոյեմբերը։ Թուրքիայի պարտությունից հետո տարածաշրջանում նոր իրավիճակ ստեղծվեց, որը բացեց Հայաստանի Հանրապետության տարածքային վերակազմավորման նոր էջը։ Որոնք են Բաթումի պայմանագրի դասերը մեզ համար այսօր։ Առաջին դասը միասնականությունն է։ Ինչպես գրում է Զարևանդը, Հայաստանի Հանրապետությունը հիմնվեց բովանդակ հայ ժողովրդի ջիքերով։ Այնտեղ էին արևելահայը, արևմետահայը, կամավորը, զինվորն ու քաղաքական գործիչը։ Սա ապացույցն է այն բանի, որ երբ հարցը վերաբերում է պետության լինել չլինելուն, կուսակցական ու հատվածական շահերը պետք է տեղի տան համազգային ջիքի առջև։ Երկրորդ դասը իրատեսական պետականամետությունն էր։ Մեր ղեկավարները ստորագրեցին մի ծանր պայմանագիր, որպեսզի փրկեն ժողովրդի ֆիզիկական գոյությունը։ Նրանք գիտեին, առանց պետության չկա ապագա։ Պետական գործիչը նա է, ով ի վիճակի է ստորագրել իր կյանքի ամենածանր թուղթը, եթե դա հնարավորություն է տալիս ազգին շնչել եւ վերակազմավորվել։ Երրորդ դասը ուժի գործոնն է։ Թուրքիան Բաթումում մեզ հետ հաշվի նստեց ոչ թե մեր խնդրանքների, այլ Սարդարապատի, Բաշապարանի, Ղարաքիլսայի կրակոցների պատճառով։ Դիվանագիտությունը սկսվում է այնտեղ, որտեղ զինվորը կասեցնում է թշնամուն։ Առանց ռազմական դիմադրության բանակցությունները վերածվում են կապիտուլյացիայի, իսկ դիմադրության առկայության դեպքում դրանք դառնում են աշխարհաքաղաքական գործարք։ Ի վերջո, մենք ենք մեր պատմությունը։ Նվիրումով ու հավատով ապրած սերունդները չեն մոռանում իրենց ժողովրդի զոհողությունները։ Հետևաբար, նույնիսկ երբ թվում է, թե անհույս է, մենք պետք է հիշենք, հոգու ուժը կարող է հաղթել ցանկացած փորձություն։ Հայոց պատմությունը հարուստ է ոչ միայն հերոսական եւ ողբերգական իրադարձություններով, այլև խոր ու հավերժ մնացող դասերով։ Մենք ենք մեր պատմությունը հաղորդաշարը նպատակ ունի վերաշարադրել կարևոր դրվագներ, բայց ոչ միայն պատմելու համար, այլ վերլուծելու եւ հասկանալու։ Ռուս պատմաբան Կլյուչևսկին ասում է. պատմությունը չի սովորեցնում, նա պատժում է դասը չիմանալու համար։ Ուրեմն, պատժված չմնալու համար պետք է յուրացնել պատմության դասերը։ Բաթումը մեզ սովորեցրեց պահել պետականության կորիզը, որպես ապագա վերածննդի միակ երաշխիք։ Ավարտելուց առաջ ցանկանում եմ հիշեցնել, որ մենք ենք մեր պատմություն հաղորդաշարի այս եւ նախորդ հաղորդումները կարող եք դիտել Երկիր մեդիայի YouTube-յան ալիքով։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, հանդիպում ենք հաջորդ հաղորդմանը, նոր պատմության եւ նոր դասի հետ։ Մնացեք խաղաղությամբ։